Գիտությունը երկրի զարգացման կարևոր ուղղություններից է ու սա անվիճարկելի ճշմարտություն է։ Սակայն ոլորտի ներկայացուցիչների գնահատմամբ այսօր այն հայտնվել է լուրջ մարտահրավերների առաջ։ Մասնագետների դիտարկմամբ Հայաստանում գիտնականների թիվը քիչ է, իսկ փորձառու կադրերի հեռացումը էլ ավելի է նկատելի դարձնում բացը։ Պատճառները ըստ փորձագետների տարբեր են՝ սահմանափակ ֆինանսավորում, ոչ մրցունակ աշխատավարձեր եւ արտերկրում ավելի բարենպաստ պայմանների առկայություն։ Կազմում է հնայի դրա ամբողջ 33-36 ամենաշատը եղել է։ Իսկ այնպիսի երկրներ, որտեղ գիտնականները բազելով գնում են, գիտության ֆինանսավորումը կազմում է մինչև հնայի 7%, օրինակ Իսրայել կամ Հարավային Կորեա։ Կառավարությունը նախատեսում է մինչև 2030 թվականը գիտության ոլորտի ֆինանսավորումը հասցնել շուրջ հնայի 1%-ի, որի շուրջ 0,75%-ը նախատեսվում է հատկացնել պետության, 0,25%-ը մասնավորի միջոցների հաշվին։ Մասնագետների կողմից իրականացված հետազոտությունները վկայում են, որ գիտական ներուժի պահպանման համար Հայաստանը պետք է ունենա առնվազն 7500 գիտնական։ 1 միլիոն բնակչություն հասնում է 1400 գիտնական Հայաստան։ Նույն թիվը Ադրբեջանում 1680 է, Վրաստան 1750 թե 1760 է, Թուրքիան մոտավորապես 3000 է, Ռուսաստանը 3000-ից մի քիչ ավել է, Միացյալ Նահանգներում 4000-ից ավել է, Հյուսիսային Եվրոպայի երկրները գիտնականների թիվը հասնում է մինչև 8000-ի։ Խորհրդային Միության վերջին տարիներին Հայաստանում գիտնականների թիվը ավելի մեծ էր, ասում են փորձագետները։ Նրանց պնդմամբ այդ ցուցանիշով Հայաստանը աշխարհի առաջատար տասնյակում էր։ Ըստ մասնագետների հատկապես մտահոգիչ է փորձառու գիտնականների հեռանալը երկրից։ Տարիների ընթացքում ամբարած գիտելիքն ու կուտակված փորձը դժվար է կարճ ժամանակում փոխանցել նոր սերնդին։ Ամենակարևորը իսկ կարծում եմ ֆինանսական բաղադրիչն է, առաջինն է, որ պետք է ապահովի միջազգային համագործակցության ծրագրերը մեր մոտ շատ թույլ են, կան որոշակի գիտահետազոտական կազմակերպություններ, բուհեր, որոնք իրենց ուժերով կարողանում են միջազգային համագործակցություն ծրագրեր իրականացնել, բայց դրանք այդքան էլ արդյունավետ չեն։ Ոլորտի խնդիրների լուծումը ըստ փորձագետների պահանջում է համալիր մոտեցում, ֆինանսավորման ավելացում, մրցունակ աշխատավարձեր, երիտասարդ գիտնականների համար զարգացման հստակ հնարավորություններ, ժամանակակից գիտահետազոտական միջավայր եւ այնպիսի քաղաքականություն, որը թույլ կտա ոչ միայն պահպանել գործող մասնագետներին, այլև վերադարձնել գիտությամբ զբաղվելու նկատմամբ հետաքրքրությունը։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։